Մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր շուրջի շատ ու շատ մարդիկ ընդհանրապես Աստծո վախ չունեն։ Ամեն ինչին փորձում են գիտական բացատրություն տալ, երկնքից կրակ էլի իրենք Աստծո նկատմամբ երկյուղ չունեն։ Դրա համար էլ մարդիկ մի տեսակ շատերը ոչ կարողանում են զսպել սեփական լեզուն, ոչ կարողանում են զսպել սեփական ձեռքերը, ոչ էլ կարողանում են տիրապետել սեփական անձին։ Սա նրանից է, որ մարդիկ մահվան մասին ընդհանրապես չեն մտածում։ Մարդիկ մոռացել են, որ մահ գոյություն ունի, Աստծո առաջ կանգնել գոյություն ունի, դատաստան գոյություն ունի եւ Աստծո առաջ հաշիվ տալ կա։ Գիտեք, սատանան հիմա է աշխարհում մի ինչպիսի մեծ խաղ է խաղում։ Մեզանից թաքցնում է ամենակարևոր բաներից մեկը՝ մահվան մասին հիշողությունը։ Գիտեմ, սա հաճելի չի մի տեսակ, բայց եկեղեցու սուրբ մարդիկ ժամանակի ընթացքում միշտ խոսել են, որ դու պետք է հիշես, որ այսօր կարող է քո վերջի օրը լինի։ Եթե չեմ սխալվում, Անտոն Անապատականն էր, մեծ շատ սուրբ մարդ էր։ Եթե չեմ սխալվում, ինքն էր ասում էր, ամեն առավոտ որ արթնանում ես, այնպես արթնացի, որ կարծես դա քո վերջի օրը լինի, որովհետև եթե դու իսկապես որ մտածես, որ այ այսօր կարող է քո վերջի օրը լինի, այն ժամանակ դու ուրիշ կերպ կապրես քո կյանքը։ Ուրեմն նայեք ինչ է անում սատանան։ Այս կարևոր է, որ այս բաների մասին իմանաք եւ խնդրում եմ, կիսեք ձեր էջերին այս զայնագրությունը, եթե օգտակար նկատեք ու ձեր մեջ մի բան փոխի, էլի։ Ուրեմն նրանք, ովքեր տարիքով մեծ են, եթե հիշում եք հին ժամանակներում, մենք հաճախ տեսնում էինք մահը։ Օրինակի համար, երբ որ մարդ էր մահանում, ասենք 80-ական թվականներին, 90-ական թվականներին, դե այն ժամանակ, ասենք, մարդկանց դագաղը տունն էին դնում, գնում էր շենքեր մտնում, եթե շենքում հեռու տնից տեղից մահացած մարդ կար, դագաղ էր տեսնում, դու սարսռում էր դրանից։ Հետո երբ որ մի քիչ զգուշանում էր, բան էր անում, էլի ասենք դաշնամուր բարձր չէր նվագում, հեռուստացույցը անջատում էր, հարգանք կար, բան կար սենց բաների նկատմամբ, բան կար, երկյուղացություն կար։ Եվ երբ որ ասենք մահացած մարդուն հանում էին, եթե հիշում եք, դագաղը բաց էր լինում սովորաբար, դու տեսնում էր, թե այդ մարդը 4-5 օր առաջ ինչ փարթամ տեսք ուներ, այսօր ինչա դարել արդեն, եւ դու սարսռում ես դրանից, դու հիշում ես, որ մահ կա, կամ էլ որ ասենք դասից տուն էր գալիս, գործից տուն էր գալիս, ասենք ճանապարհով մահացած մարդ էին տանում են, չէ, մի կես կիլոմետր ձեռքի վրա տանում էին, շենքից իջացնում էին, ցած փողոցով տանում էին, դու էլի սարսռում ես, դու հիշում ես, որ այս կյանքին սահման կա։ Ու դու վախենում ես, մտածում ես, լավ մի օր իմ հերթն է գալու, մի քիչ զգուշ լինեմ, մի քիչ ձեռքերը զսպեմ, անարդար բան չանեմ, անօրեն բան չանեմ, չես իմանում, եթե նույնիսկ Աստծուն չէիր հավատում, մտածում ես, էլի կարող այնտեղ հաշիվ տալ կա, բան կա։ Ուրեմն սատանան այսօր լրիվ մեզանից թաքցնում է։ Մենք մահ չենք տեսնում։ Երբ որ մարդը մահանում է, շատ ժամանակ գալիս են մթով կամ անտեսանելի ձևով տնից տանում են, դնում են այդ մեռելատան գրասենյակը, մարդիկ գնում են այնտեղ շատ ժամանակ արդեն դագաղն էլ բաց չի, ու տանում են դնում են հողի մեջ, քիչ մարդիկ են տեսնում, բարեկամներն են տեսնում, եկել ընտանիքի անդամները։ Մենք ավելի ու ավելի քիչ ենք տեսնում մահվա մասին, դրա փոխարեն հեռուստատեսությունը, մամուլը, այս կյանքը առավոտվանից իրիկուն քեզ ասում է, կեր խմի քեֆ արա, շարունակ, աշխարհը մշտապես խալիա ոտիդ տակ։ Ու մենք խափնվում ենք այստեղ։ Ու մենք մոռանում ենք Աստծո մասին, մենք մոռանում ենք, որ Աստծո առաջ հաշիվ տալ կա, եւ դրա համար է դուք տեսնում եք ինչքան շատ մարդիկ ձեր շուրջը, եւ եթե խորքի մեջ նայեք նաեւ դուք, ես էլ չեմ կարողանում ինձ միշտ զսպել, տիրապետել, չունեն Աստծո նկատմամբ երկյուղ, չունեն զսպվածություն, կապ չունի մարդ իշխանավոր է, անիշխան է, ուսուցիչ է, չգիտեմ, բժիշկ է, տունն է, ինքը բարկանում է, ինքը նախանձում է, ինքը ձեռքերին է ազատություն տալիս, իր ցանկություններին է ազատություն տալիս, ու ինքը չունի Աստծո նկատմամբ երկյուղ, որովհետև չի էլ կարող տիրապետի սեփական անձին, չի կարող զսպի իր լեզուն։ Սիրելի բարեկամներ, սա կործանման ճանապարհ է։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր մեջ զարգանա եւ աճի Աստծո նկատմամբ երկյուղացությունը, որովհետև Աստծո նկատմամբ երկյուղացությունը իմաստության սկիզբն է։ Քրիստոնյա մարդը պետք է իմաստուն լինի, չէ՞, իմաստեղ շատ մարդիկ կարող ասեն, ինչ ես ասում, Աստված սեր է, բան, այդ գիտեմ։ Այդ նույն մարդը Հովհաննես Առաքյալը, որ ասել է, որ Աստված սեր է, լիքը ուրիշ բաներ է ասել, որ այդ ամեն ինչը որ անում ես, քո մեջ երկյուղացություն է առաջանում։ Եվ այս մասին եկեղեցու հայրերն են ասում, այս մասին հատուկ շատ լավ բացատրում է Շենուդա Հայրապետը իր
քրիստոնեական կյանքի բնութագիրը գրքում Աստուծո երկյուղի մասին, որ նախ գալիս է Աստուծո նկատմամբ երկյուղը, ապա նոր գալիս է այդ կատարյալ սերը։ Ձեզանից ոչ մեկը չի կարող երևի ասել, որ հասել է Աստուծո նկատմամբ կատարյալ սիրուն։ Նույնիսկ սուրբ մարդիկ այդպես բան չեն ասել։ Ոնց է զարգանում այդ զսպվածությունը։ Սիրելի բարեկամներ, մենք պետք է մաքուր պահենք մեր միտքը, մենք պետք է մտածենք մեր մտքի մասին։ Մենք պետք է մտածենք, որ այս կյանքը, որի մեջ ապրում ենք, ուտում խմում ենք, ու մեզ թվում է, թե վերջ չկա, մի օր վերջը գալու է։ Գիտեմ, շատերը չեն ուզում այս մասին մտածեն, հաճելի չի մահվան մասին մտածելը, բայց դա զսպվածություն է տալիս մարդուն։ Մի օր այդ վերջը գալու է, այս կյանքը սահմանափակ է, եւ մենք կանգնելու ենք Աստուծո առաջ եւ տեսնելու ենք Քրիստոս Թագավորին, ով որ դատաստանի է կանգնելու մեզանից ամեն մեկի համար։ Մենք պետք է պահքով, աղոթքով կարողանանք մարզել մեր միտքը եւ մեր կամքը եւ միշտ խնդրել Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը, որ մեզ սովորեցնի ժամանակի ընթացքում մեզ մարզի, կարողանանք զսպել մեր սեփական անձը, տիրապետել մեր սեփական անձին, զսպել մեր լեզուն, որը դժվար բան է, բայց այս կյանքի ժամանակը երկրի վրա մեզ տված է, որ մենք այդ դժվար բաները սովորենք։ Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ, զգուշ եղեք, սատանան մեզ խաբում է մահվան մասին մոռացնել տալով։ Մինչդեռ սուրբ մարդիկ միշտ ասել են, որ մահվան մասին պետք է միշտ հիշել, կարծես թե այսօր քո վերջին օրն է։ Երբ որ դու մտածես, որ այսօր հնարավոր է, որ քո վերջի օրը լինի, դու շատ անօրեն ու չար բաներից քեզ հեռու կպահես, որովհետև կմտածես, որ կարող է դու վաղը կանգնես Աստուծո դատաստանի առջև։ Դե բարի օր ժողովուրդ ջան, Աստված օգնական ու պահապան մեզ բոլորիս։